A year ago, our country was in a Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը կարող է կնքվել շատ շուտով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ըստ նրա, գործող երկշաբաթյա հրադադարը հնարավոր է երկարաձգվի, թեև նա կարծում է, որ դրա կարիքը չի լինի, քանի որ Թեհրանը ցանկանում է վերջնական գործարք կնքել։ Թրամփը նշել է, որ եթե փաստաթուղթը ստորագրվի Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, նա պատրաստ է անձամբ մեկնել այնտեղ։ They've been so good. Ես կգնայի, այո, ես կգնայի Պակիստան։ Պակիստանում մարդիկ շատ լավն են։ Եթե գործարքը ստորագրվի Իսլամաբադում, հնարավոր է գնամ։ Պակիստանի վարչապետը իսկապես հրաշալի մարդ է, այնպես որ գուցե գնամ։ Նրանք ինձ սպասում են։ Չնայած լավատեսությանը իրանական աղբյուրները նշել են, որ նախնական համաձայնության համար դեռևս կան չլուծված բացեր։ Մինչև Իսլամաբադում նախապատրաստվում են հնարավոր հանդիպմանը, այսօր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիան հրավիրել են շուրջ 40 երկրների գագաթնաժողով քննարկելու ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացումը։ Այս հանդիպումն ուղեկցվել է դիվանագիտական սկանդալով։ Ըստ Financial Times-ի, Փարիզը մասնակիցների ցուցակից հանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի անունները։ Ֆրանսիական կողմը պնդել է, որ ձևաչափը թույլ է տալիս միայն պետությունների ղեկավարների մասնակցությունը։ Հանդիպման նպատակն է Վաշինգտոնին ցույց տալ, որ դաշնակիցները պատրաստ են օգնել վերականգնել նավարկության ազատությունը միայն այն դեպքում, երբ ռազմական գործողությունները լիովին դադարեցվեն։ Իրանում էլ հազարավոր կանայք երթի են դուրս եկել հարգելով Իրանում և Լիբանանում ընթացող բախումների ժամանակ սպանված կանանց և երեխաների հիշատակը։ Ակցիային մասնակցել է ավելի քան 1000 կին։